Սիրելի եկեղեցի, այսօրվա Աստծո խոսքի պատգամի վերնագիրն է թագավորի մուտքը։ Եվ ինչպես որ Աստծո խոսքն է ասում, ահա քո թագավորը գալիս է։ Եվ այստեղ պատկերացրեք միջին դարի ժողովրդի համար կամ ավելի հին դարերում եղող ժողովրդի համար ինչ էր սա նշանակում։ Ահա ձեր թագավորը գալիս է։ Սա մարդկանց տալիս է ավելի վստահություն, հույս, ինքնավստահություն, խաղաղության զգացողություն, բայց այսօր մենք խոսալու ենք ոչ թե երկրային թագավորի, այլ երկնային թագավորի մասին։ Սիրելիներ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց զգալի մասը շարժվում է ոչ թե անձնական համոզումով, այլ ամբոխի հոսանքին համահունչ։ Ամբոխը կարող է ձևավորել մարդու մեջ Աստծո, Աստվածաշնչի, եկեղեցու եւ աստվածպաշտության մասին իր պատկերացումները։ Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Քիչ մարդիկ են մտածում իրենց գլխով, մեծամասնությունը հետևում են մյուսներին»։ Այսինքն նրանք այսպես արեցին, մենք էլ ենք այդպես անում։ Խնդիրը նրանում է, որ մենք սիրում ենք Աստծուն, փառաբանում ենք, ծառայում ենք, Աստծուց սպասում ենք օրհնությունների, բայց մեր պատկերացրած պայմաններով եւ ձևով։ Ժողովուրդը մենք հաճախ փառաբանում ենք Աստծուն, բայց սխալ սպասումներով եւ պատկերացումներով։ Մենք հաճախ ուզում ենք փրկիչ, բայց ոչ Տեր։ Ուզում ենք խաղաղություն, սակայն առանց անձնական պատասխանատվություն ստանձնելու դրա համար։ Ուզում ենք քրիստոնեական կյանք, սակայն առանց խաչի։ Ուզում ենք ավետարանի օրհնություններ առանց աշակերտության գին վճարելու։ Սա հենց ամբոխային եւ մարդու էգոիստական մտածողություն է, մտածելակերպ։ Խնդիրը նրանում է, որ քրիստոնեությունը մարդկանց շուրթերի վրա է եւ ոչ թե նրանց կյանքի եւ ոչ թե նրանց սրտի մեջ։ Նրանց շուրթերի վրա է եւ ոչ թե կյանքի համոզում։ Խնդրել եմ, որ ովքեր ունեն սուրբ գրքեր, բացեք Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 1-ից 16 համարները, որի շուրջ պիտի լինի Աստծո խոսքի քարոզը։ Եվ գալով դեպի Աստծո խոսքը, մենք պիտի կարևոր դիտարկումներ կատարենք։ Ուրեմն խնդրում եմ, որ ուշադրությամբ եւ երկյուղացությամբ լսենք Աստծո խոսքը։ Երբ մոտեցան Երուսաղեմին ու եկան Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, այդ ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց եւ նրանց ասաց. «Գնացեք ձեր դիմացի գյուղը եւ այնտեղ անմիջապես կգտնեք մի կապած էշ, քուրակն էլ հետը, արձակեք, ինձ մոտ բերեք։ Եթե որևէ մեկը ձեզ ինչ որ բան ասի, ասեք, որ դրանք պետք են Տիրոջը, եւ նա իսկույն դրանք կուղարկի»։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը. «Սիոնի դստերն ասեք, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, հես էշին ու քուրակին հեծած»։ Աշակերտները գնացին ու արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց պատվիրեց։ Էշն ու քուրակը բերեցին, իրենց հագուստները դրանց վրա գցեցին եւ Հիսուսը դրանց վրա նստեց։ Ժողովրդի միջից շատերը իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերի ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում, եւ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Ովսաննա Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Ովսաննա բարձրալին»։ Երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց, հարցնում էին. «Ո՞վ է սա»։ Եվ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։ Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ վռնդեց տաճարից բոլոր արք ու վաճառք անողներին, ավիրեց լումայափոխների սեղանները եւ աղավնավաճառների աթոռները եւ ասեց նրանց. «Գրված է. Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների ворջ եք դարձրել»։
Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր, եւ նա բժշկեց նրանց։ Երբ քահանայապետերն ու դպիրները տեսան նրա կատարած հրաշքները եւ երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին, Օվսաննա Դավթի որդուն, բարկացան։ Եվ նրան ասեցին. լսում ես դրանք ինչ են ասում։ Հիսուսը նրանց ասաց. այո, դուք երբևէ չեք կարդացել մանուկների ու կաթնակերների բերանով օրհնություն կատարեցիր։ Ամեն Աստծո խոսքին։ Սիրելիներ, այս դեպքը մենք տեսնում ենք, որ տեղի ունեցավ Զատիկի տոնի օրերին, երբ Երուսաղեմը լի էր ուխտավորներով եւ նրանց թիվը հասնում էր մինչեւ 2.5 միլիոնը։ Հրեաները սպասում էին Մեսիային որպես ազատագրող թագավորի։ Սակայն Տեր Հիսուսը մտնում է ոչ թե ձիով որպես պատերազմող ռազմատենչ թագավոր, այլ էշով որպես խաղաղության թագավոր։ Հիսուսի մուտքը Երուսաղեմ առաջին հայացքից հաղթական ու փառավոր, իսկապես մեծ տեսարան է։ Ժողովուրդը ցնծում է եւ գոչում ասելով Օվսաննա, որով ընդունում է Տեր Հիսուսին որպես թագավոր, բայց այս պատմության մեջ կա ավելի խորը իրականություն։ Նույն թագավորը, ով ընդունվում է մարդկանց կողմից, նա նաեւ գալիս է մաքրելու, նա գալիս է վերականգնելու, նա գալիս է փոխելու եւ իրենը վերադարձնելու իրեն։ Այստեղ երևում է Տեր Հիսուսի սերը, խստությունը եւ նաեւ ողորմությունը։ Հիսուսը գալիս է որպես հես թագավոր մաքրելու, վերափոխելու եւ մեր սրտերը ուղղելու, որպեսզի այն գործի իր ճիշտ նշանակության համար։ Քարոզը բաղկացած է երկու կետերից։ Առաջինը Հիսուսի մուտքը Երուսաղեմ, 1-ից 11 համարներ։ Եվ այս համարներում մենք մոտենում ենք Տեր Հիսուսի երկրային կյանքի վերջի դրամատիկ գործողություններից մեկին՝ հաղթական մուտք Երուսաղեմ։ Եվ 4-րդ համարն ասում է, բայց այս ամենը եղավ, նրա մուտքը Երուսաղեմ, այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Մարգարեի միջոցով ասված խոսքը։ Զաքարիա Մարգարեն մեր թվարկությունից առաջ 550 թվականին մարգարեացավ ասելով. մեծապես ուրախացիր, ով Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը։ Նա արդար ու փրկագործ է, հեզ եւ էշի վրա հեծած, էշի ձագի ավանակի վրա, ամեն։ Եվ ահա հիմա կատարվում է մարգարեությունը։ 550 տարի առաջ մարգարեացավ Մարգարեն, Աստված հայտնեց նախապես եւ հիմա դառնում է իրականություն։ Ժողովուրդը ընդունեց Հիսուսին որպես թագավոր։ Մարդիկ իրենց հագուստները փռեցին ճանապարհի երկայնքով եւ թափահարում էին արմավենու ճյուղերը գոչելով. Օվսաննա Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օվսաննա Բարձրալին։ Օվսաննա նշանակում է փրկիր հիմա, փրկիր, խնդրում եմ։ Եվ այս բացականչությունը ասում էին ժողովուրդը ուղված թագավորին եւ նաեւ ասում էին Աստծուն։ Սիրելիներ, սա աղաղակ է օգնության ժողովրդի կողմից։ Աղաղակ է, որը երկրից բարձրանում է դեպի երկինք, դեպի Տերը։ Աղաղակ է անօգնական ու խոցելի մարդուց դեպի ամենազոր Աստված։ Այն փառաբանության եւ մեծարանքի բացականչություն է, սակայն այս աղաղակողները ունեին իրենց պատկերացրած փրկության պատկերացումը։ Նրանք խոսում էին փրկության մասին, սակայն այլ պատկերացում ունեին։ Ամբողջը գոչում էր Դավթի որդին, Տիրոջ անունով եկողը, սակայն նրանք այս գոչելով հասկանում էին լրիվ այլ բան։ Նրանց մոտեցումները, ցանկությունները այլ էր։ Նրանք ուզում էին թագավոր, բայց իրենց պատկերացրած թագավորը։ Ուզում էին թագավորություն, բայց իրենց պատկերացրած թագավորությունը։ Նրանք ուզում էին փրկություն, սակայն իրենց պատկերացրած փրկությունը։ Իսրայել ժողովրդին Տիրոջ կողմից խոստացված Դավթի որդին,
Տիրոջ անունով եկողը կատարելու է Տիրոջ կամքը եւ ոչ թե ամբողի պատկերացումները։ Այսօր հնարավոր է, որ շատ ու շատ մարդիկ նաև հիմա էլ, երբ որ խոսում են թագավորի մասին, ընկալում են լրիվ այլ բան։ Երբ որ խոսում են թագավորության, Աստծո թագավորության գալու մասին, պատկերացնում են լրիվ այլ թագավորություն։ Մարդիկ, երբ որ խոսում են փրկության, Աստծո բերած փրկության մասին, շատ հաճախ պատկերացնում են լրիվ այլ փրկություն։ Հավանաբար ոմանք միայն պատկերացնում են փրկություն ասվածը ֆիզիկական փրկություն, նյութական հաջողություններ, նյութական օրհնություններ, ֆիզիկական խաղաղություն։ Եվ որպես օրինակ ուզում եմ խոսել Բաբելոնի աշտարակաշինության մասին։ Ծննդոց 11-րդ գլուխ 4-րդ համարն ասում է. «Եվ ասեցին. եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք եւ մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, եւ մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չծրվենք ողջ աշխարհով մեկ»։ Առաջի հայացքից կարող ենք նայել ասելով. լավ, ինչ վատ բան են անում։ Ուզում են մեծ քաղաք կառուցել եւ բարձր աշտարակ։ Եվ ուզում են միաբանվել մեկ գլխավոր նպատակի շուրջ։ Ինչն է այստեղ խնդիրը։ Սիրելիներ, Բաբելոնի ժողովուրդը ուզում էր անուն ձեռք բերել, ուզում էր միաբանություն, ուզում էր փրկություն, սակայն մարդկային ջանքերով եւ իրենց պատկերացած ձևով։ Եվ այդ ամենը ուզում էին անել առանց Աստծո։ Մտածելով հետևյալը, այո, մենք ուզում ենք անուն մեզ համար։ Մենք ուզում ենք մեզ անուն տրվի, բայց մենք ուզում ենք մեր պայմաններով եւ մեր ուզած ձևով։ Մենք ուզում ենք փրկություն, սակայն դա ձեռք բերենք մեր մարդկային քայլերով եւ ջանքերով։ Մենք ուզում ենք վեր բարձրանալ, բայց մեր աշխատանքով։ Փրկությունը տրվում է Աստծուց եւ ոչ թե մարդուց, ով իր որդու միջոցով մարդկությանը փրկության ձեռք մեկնեց երկնքից երկիր։ Իսկ երբեմն մարդիկ փրկություն ասվածը հետեւյալն են պատկերացնում, որ իրենք պիտի կառուցեն իրենց փրկությունը իրենց ձեռքերով եւ Աստված կապ չունի այդտեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի Աստծո որդու աշխարհ գալը դա նշանն էր, դա այն նմանությունն էր, որ Աստված երկնքից իր ձեռքը փրկության ուղղեց դեպի մարդ արարածը։ Այո, մարդիկ գոչում էին Օվսաննա, բայց շատերը նրան տեսնում էին միայն որպես քաղաքական ազատագրող, իրենց կարիքները բավարարողի եւ ոչ թե իրենց հոգիների Տիրոջ եւ Փրկչի։ 10-րդ եւ 11-րդ համարն ասում է, երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը ցնցվեց։ Հարցնում էին. ով է սա։ Ժողովրդի բազմությունն ասում էր, սա Հիսուս Մարգարեն է, Գալիլեա Նազարեթ քաղաքիցը։ Ով է սա։ Սա Հիսուս Մարգարեն է։ Սա Հիսուս Մարգարեն է։ Մենք այստեղ տեսնում ենք, որ այս ժողովուրդը, ով գոչում էր Դավթի որդուն, ասելով Օվսաննա, նրանք իրականում չէին ճանաչում, թե ով է նա։ Ասեցին, որ նա Մարգարե է։ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 13-ից 16 համարներում մենք տեսնում ենք, որ Հիսուս հարց է ուղղում իր աշակերտներին ասելով. Մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով է մարդու որդին։ Եվ նրանք պատասխանեցին. ոմանք, մյուսները, ուրիշները ասեցին Հովանես Մկրտիչն է, Եղիան է, մարգարեներից մեկն է, ամեն մեկ ինչ որ մի բան, հա, մարգարեներից մեկն է։ Եվ Մատթեոս 21-րդ գլուխ 10-րդ համար, որ քիչ առաջ կարդացի, համարում ամբողի կողմից հնչում է այս նույն հարցը եւ տրվում է սխալ պատասխան։ Սա Հիսուս Մարգարեն է։ Եվ տեսնում ենք, որ սխալ պատկերացում ունեին Տեր Հիսուսի մասին։
Սխալ ընկալում ունեին, սխալ ճանաչողություն ունեին, թե ով է նա իրականության մեջ։ Եվ Տեր Հիսուս 16-րդ գլխի մեջ Մատթեոս ավետարանի երկրորդ անգամ է հարցնում։ Տեր Հիսուսը կրկին հարցրեց. իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ ես։ Այո, ոմանք մյուսները ուրիշներ էին, մարդիկ, ովքեր որ չեն ճանաչում Աստծուն, կարող են շատ տարբեր կարծիքներ ունենալ։ Սակայն դուք ինչ եք ասում։ Ով է նա։ Արդյոք դուք ճշմարտապես ճանաչում եք նրան։ Թե ճանաչում եք այնպես, ինչպես որ ամբողը կճանաչի։ Ինչպես որ ժողովուրդն է մեկը մյուսի հետ խոսում եւ պատկերացում ունենում, թե ով է Աստված։ Ամբողը հաճախ շարժվում է զգացմունքով, ոչ թե ճշմարտության ընկալմամբ։ Այսօր ամբողը կարող է ընդունել Տեր Հիսուսին, իսկ վաղը նույն արագությամբ մերժել նրան։ Այսօր կարող է Օվսանն ասել, իսկ վաղը գոչել խաչիր նրան։ Կարևոր է, որ ամբողային Աստված ճանաչողությունից մենք գանք անհատական խորը Աստված ճանաչողության եւ հասկանանք, որ նա մեր Տերն է եւ Փրկիչը։ Ոստի կարևոր հարց է, մենք ինչի հետևից ենք գնում, ամբողի, թե Աստծո խոսքի ճշմարտության, մարդկանց կարծիքների, թե Աստծո հաստատակամ կամքի։ Ի վերջո ով է Հիսուս քեզ համար։ Մարգարե, ուսուցիչ, օրինակելի կերպար, բարոյական կերպար, քո խնդիրները ու ցանկությունները իրագործող մեկը, թե համայն մարդկությամբ եւ անձամբ քո Տերը եւ Փրկիչը։ Բայց միայն ընդունել թագավորին արտաքին ձևով բավարար չէ։ Կարևոր է հասկանալ, ինչպիսի ընդունելություն է այս թագավորը ուզում իր համար։ Ընդունելություն ոչ թե որ դու ես պատկերացնում, ինչպես որ դու ես մտածում, այլ ինչպես որ նա է մտածում։ Երբեմն մենք գալիս ենք դեպի Աստված, բայց ուզում ենք նրան պաշտել մեր պայմանները դրած։ Ուզում ենք մոտենալ Աստծուն, սակայն մեր պայմանները առաջ մղած։ Բայց մենք երբ որ գալիս ենք դեպի Աստծո խոսքը, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե ինչպես մենք պիտի մոտենանք Աստծուն, ինչպես նրան պիտի ծառայենք, ինչ տեսակ ծառայություն, պաշտամունք պիտի մատուցենք նրան։ Մատթեոս ավետարան 21-րդ գլուխ 12-ից 16 համարները եւ նախ համար առ համար պիտի ընթերցեմ։ Ասում է Հիսուսը մտավ Աստծո տաճարը եւ վռնդեց տաճարից բոլոր արք ու վաճառք անողներին, ավիրեց լումայափոխների սեղանները եւ աղավնավաճառների աթոռները։ Տաճարը պետք է լիներ աղոթքի եւ Աստծո հետ շփման վայր, բայց դարձել էր շահի, անձանց ցուցադրության, դարձել էր ավանդույթային եւ մշակութային կենտրոն։ Տեր Հիսուսը մաքրում է Աստծո տաճարը բոլոր ավելորդություններից, բոլոր այն բաներից, որը որ ինքը չի պատվիրել։ Պաշտամունքը հիմնված է Աստծո խոսքի հիման վրա եւ ոչ թե մարդկանց ցանկության, տրամաբանության կամ հարմարավետության վրա։ Ինձ էսպես է հարմար պաշտել Աստծուն, իսկ ես էսպես եմ ճիշտ գտնում Աստծուն պաշտելու մեջ։ Ոչ, Աստվածաշունչն է մեզ սովորեցնում, թե ինչպես պիտի պաշտենք նրան։ Ակորինթացիս 3-րդ գլուխ 16-րդ համարը ասում է. չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Ասելով չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, ասում է հետևյալը. իհարկե գիտեք, որ Աստծո տաճար եք, եւ Սուրբ Հոգին ձեր մեջ է բնակվում, իհարկե դուք սա գիտեք։ Եվ այստեղ մենք կարող ենք մտածել հետևյալ բանը. իսկ եթե դուք գիտեք, որ ձեր սիրտը Աստծո տաճարը եւ Սուրբ Հոգին բնակվում է այնտեղ, ապա ինչու ձեր սիրտը չի համապատասխանում Աստծո կամքին, Աստծո խոսքին, Սուրբ Հոգու բնակության վայրին։ Եթե մենք ասում ենք, որ մենք Աստծո որդի ենք, ինչու մեր արտահայտությունը եւ մեր
կեցվածքը, մեր գործողությունը, մեր կյանքը չի համապատասխանում Աստծո որդու, Աստծո զավակ լինելուն։ Եթե մենք ասում ենք, որ մենք Աստծո ծառաներ ենք, հարց հետևյալը, ուր է քո կյանքի մեջ հնազանդությունը նրան։ Եթե մենք հռչակում ենք, հաստատում ենք եւ ասում ենք ես Քրիստոսի աշակերտն եմ, այսինքն այն առումով, որ մենք հետևում ենք նրան, խոսում ենք նրա խոսքը, սովորում ենք նրա խոսքից, եւ եթե դա այդպես է, ուր է մեր կյանքի մեջ Սուրբ գրքյան հատական սերտողությունն ու աղոթքի կյանքը։ Ուր է մեր կյանքի մեջ աշակերտի խոնար կեցվածքը։ Շուտով Տեր Հիսուս մտնում է տաճար եւ մաքրում այն, որովհետեւ Աստծո տունը կորցրել էր իր իրական նպատակը, նշանակությունը։ Ինչ նշանակության համար, որ տաճարը ստեղծված էր, կառուցված էր, այս նշանակությունը կորցրել էր։ Տաճարի մաքրումը միայն պատմական դեպք չէ, այլ նաեւ հոգեվոր պատկեր է մեր կյանքի համար եւ օրինակ։ Ինչպես Տերը մաքրեց տաճարը, այնպես էլ այսօր ուզում է մաքրել մեր սիրտը, երբ այն շեղվում է իր իրական նպատակից։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, թե որն է Աստծո կողմից ընդունելի պաշտամունքը։ 13-րդ համարն ասում է. «Եվ ասաց նրանց. գրված է, իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ Աստվածպաշտությունը, աղոթքի կյանքը, եկեղեցի գալը, դա սովորություն, ավանդույթ, մշակութային գործողություն, սիմվոլիկ ինչ-որ մի բան կամ ցուցադրական քայլ չէ։ Աստվածպաշտությունը, աղոթքը, եկեղեցի գալը, հանգանակություն տալը Աստծո հանդեպ փոխհատուցում չէ, որ դու ես ինչ բանն արիր, ես էլ ես ինչ բանը կանեմ, կամ ես ես ինչ բանն արեցի քեզ համար եւ փոխադարձ սպասում եմ, որ դու էլ այսինչ քայլն անես իմ հանդեպ։ Երբ Աստծո հետ կենթանի հարաբերությունը փոխարինվում է ձևով, ծեսով միայն, անձնական շահով, ապա մենք մեզ պիտի հարցնենք, արդյոք մենք համապատասխանում ենք ավետարանի խոսքին։ Ինչ է կատարվում, սիրելիներ, այսօր մեր մեջ։ Ինչպես Տերը մաքրեց Աստծո տաճարը բոլոր ավելորդություններից, անկարգություններից ու մեղքերից եւ բարձրաձայն հռչակեց, որ Աստծո տունը աղոթքի տուն պիտի կոչվի, այնպես էլ թող իսկապես մեր սրտերը կոչվեն որպես աղոթքի տուն։ Մեր սրտերը համապատասխանեն ավետարանի էությանը։ 14-ից 16-րդ համարները շարունակում են խոսել։ Տաճարում նրան մոտեցան կույրեր ու կաղեր, եւ նա բժշկեց նրանց։ Երբ քահանայապետերը ու դպիրները տեսան նրան կատարած հրաշքները եւ երեխաներին, որոնք տաճարում բացականչում էին, Օվսաննա Դավթի որդուն, բարկացան եւ նրան ասեցին. «Լսում ես դրանք ինչ են ասում»։ Հիսուսը նրանց ասաց. «Այո, դուք երբևէ չեք կարդացել։ Եթե դուք կարդացած լինեիք, դուք կճանաչեիք, դուք կիմանայիք եւ կհասկանայիք, թե ինչու են այս մանուկները բացականչում եւ փառաբանում»։ Մանուկների ու կատնակերների բերանով օշնություն կատարեցիր։ Այս հատվածում մենք տեսնում ենք, որ Աստծո տաճարը վերադառնում է իր բուն նպատակին ծառայելու համար։ Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, որտեղ Տեր Հիսուս իշխում է։ Ամեն բան սկսում է գործել իր ճիշտ նշանակության համար։ Սիրելիներ, ամփոփելով, այս պատգամը մեզ կանգնեցնում է ընտրության առջև։ Լինել ամբողջի նման, որը փողոցում եւ Աստծո տաճարում կեղծավորությամբ գոչում եւ մեծարում է, սակայն չի ճանաչում Տիրոջը, կամ էլ լինել այն մարդկանց նման, ովքեր մոտենում են Տիրոջը, ընդունում են նրան, բժշկվում են եւ նորոգվում են իրենց կյանքով։ Այո, Աստված կարող է մեր սրտերը ավազակների որջից
վերափոխել աղոթքի տան։ Աստված թող օրհնի բոլորի սիրելիներ եւ նորոգի մեր կյանքը եւ մեր կյանքից հեռացնի ամեն մի ավելորդություն, որը որ ինքը չի ուզում։ Աստված օրհնի բոլորիս։